Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, նախ ուզում եմ ողջունել ֆորումի բոլոր մասնակիցներին եւ ողջունել ֆորումի արդեն երկրորդ տարվա անցկացումը։ Ես արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում եմ ֆորումին եւ շատ կարեւորում եմ այս աշխատանքները, որ իրականացվում են այս հարթակում, քանի որ կարևորում եմ անկեղծ եւ բաց զրույցը, նաեւ քննարկումները, որոնք որ ուղեցույց են, կարող են ուղեցույց դառնալ բոլոր կողմերին հետագա աշխատանքների համար, հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղն է, իսկ կոնկրետ Կապան համայնքի համար մեր տեղական տնտեսության դոմինանտ ճյուղն է եւ այս առումով պետք է ասեմ, որ ես այսօրվա իմ դիտարկումները հիմնականում կանեմ Կապանի օրինակով, ելնելով եւ կարծում եմ, որ այն կարող է համադրելի լինել նաեւ օրինաչափ լինել այլ համայնքների համար, հաշվի առնելով գոնե երկու հանգամանք, որ Կապանը ունի բավականին հարուստ պատմություն հանքարդյունաբերության, այն մեր մոտ սկսել է դեռ 12-րդ դարից, բայց ասեմ, որ մեր Կապանի լեռնարստացման կոմբինատը ստեղծվել է սկզբնաթիվը համարվում է 1846 թիվը եւ մենք մյուս տարի արդեն կնշենք դրա ստեղծման 170 ամյակը եւ ինչպես նաեւ պետք է ասեմ, որ Կապանը երևի թե ամենախոշոր ազդակիր համայնքն է հանքարդյունաբերողների գործունեության ոլորտում, քանի որ Կապան համայնքում գործում են մեր Հայաստանի երկու խոշոր գործընկերներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Կապան լեռնարստացման կոմբինատը։ Եվ կարելի ասել, որ հանքարդյունաբերությունը մեր համայնքի կյանքի մի մասն է եւ այն ունի նաեւ, ինչպես ասեցի, հարուստ պատմություն եւ տարեստարի բնականաբար նա իր զարգացման ուղին է անցնում։ Տարբեր ժամանակահատվածներում իհարկե հանքարդյունաբերության նկատմամբ ընկալումները տարբեր են եղել, բայց պետք է նշեմ անկեղծորեն, որ վերջին տարիների ընթացքում այդ ընկալումները եւ վերաբերմունք հանքարդյունաբերության նկատմամբ դրական պրոգրես նկատում ենք եւ նկատելի է։ Օրինակներով կարող եմ ասել, որ քանի որ վստահությունը հանքարդյունաբերության նկատմամբ նաեւ ավելանում է, մենք այսօրվա դրությամբ արդեն քննարկում ենք հանքարդյունաբերող կազմակերպությունների հետ իրենց արտադրական հզորությունների ավելացման վերաբերյալ եւ սա ուղիղ առնչություն ունի այն վստահության հետ, որը գոյություն ունի, բայց նաեւ չեմ ուզում նաեւ բացառել, որ այն հանգամանքը, որ գոյություն ունեն նաեւ խնդիրներ հարաբերություններում, մենք նաեւ մեր պատմության ընթացքում ունեցել ենք նաեւ ճգնաժամային իրավիճակներ, ճգնաժամային օրեր եւ ունեցել ենք նաեւ վստահության անկում։ Ճիշտ է, այդ խնդիրները կառավարելի են եղել եւ ժամանակի նաեւ լուծումները գտնվել են, բայց ընդհանուր առմամբ եթե գնահատենք, ապա հատկապես վերջին տարիներին ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ունենք հարաբերությունների դրական դինամիկա։